Երեկ Երևանում վրաերթի են ենթարկել 40 տարեկան մի կնոջ և իր 2 տարեկան երեխայի, կինը ցավոք մահացել է, այս դեպքի մասին արդեն մանրամասներ հայտնի են, դրա համար եկեք պատմեմ ձեզ, թե ինչ է տեղի ունեցել։ Արդեն հայտնի է, որ Հաղթանակ թաղամասի մեկ այլ վայրում Շանը վրաերթի ենթարկելու պատճառով վեճ ու ծեծկռտուք է սկսվել ու այդ ծեծկռտուքի մասնակիցները մեքենաներով սկսել են իրար հետապնդել ու պատկերացրեք արագության տակ մեքենաներից մեկը BMW մակնիշի վրաերթ է ենթարկել այդ կնոջն ու երեխային։ Ընդեղ են ցանկապատն ա պոկել, եկել ա խփել այս սալիկն ա պոկել ու եկել դարպասին ա խփել։ Ըստ Շամշանի պարեկները հայտնաբերել են նաև Նիվա մեքենա, որի համարանիշները փոխված են եղել, ենթադրաբար սա այդ հետապնդման մասնակից մեքենաներից մեկն է եղել։ Տուժածներին օգնել են այդ պահին այդտեղ գտնվող մարդիկ, բարեբախտաբար փոքրիկի կյանքը փրկել են։ Ցավոք սրտի մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, այս կնոջը ծանոթ մի այլ կին ասում է, որ մահացածը 4 երեխա ունի։ 4 անչափահաս, որը 2 երեխաների վերջի զանգն ա եղել, մեկը 9 ավարտը, մեկը 12-ը։ Ձերբակալված անձ այս պահի դրությամբ դեռ չկա, վարորդները փախել են եւ հետախուզվում են։ Հուսով եմ, որ մենք մի օր որպես հասարակություն կսովորենք հարցերն ու վեճերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, այլ ոչ թե նման կերպ ագրեսիվ եւ մյուսների կյանքերը վտանգելով կամ խորտակելով։ Բաժանորդագրվեք, տարածեք, շնորհակալություն։